Ողջույն սիրելիներս, բարի առավոտ բոլորին։ Շատ շնորհակալ եմ, որ միացեք իմ ալիքին։ Սիրելիներս, այսօր ուզում եմ ձեզ հետ միասին կիսվեմ մի աղցանով։ Այսօր ուզում եմ պատրաստեմ կանաչ լոբով աղցան։ Դրա համար մեզ անհրաժեշտ է կանաչ լոբի, ես նախապես խաշել եմ, ձեզ ցույց կտամ ինչպես կտրատել։ Կանաչ լոբի անհրաժեշտ է ձեթ, անհրաժեշտ է քացախ, խառը կանաչիներ, համե, մաղադանոս եւ սամիտ։ Ես թարմը չունեի, ուղղակի սառեցվածն եմ վերցրել, գազարն է անհրաժեշտ։ Քացախ ասեցի, սխտոր, աղ, համեմի սերմ, սև պղպեղ, խմելի սունելի եւ կարմիր աղացած կծու պղպեղ։ Սիրելիներս, նախատոնական այս տրամադրությունով ուզում եմ այս աղցանը կիսվեմ ձեզ հետ եւ դե ինչ սկսենք։ Սիրելիներս, ես հիմա ցույց կտամ, ես այստեղ ունեմ կիսա կտրատած կանաչ լոբին, ձեզ ցույց կտամ ինչպես եմ կտրատում, այսպես, մեջտեղից երկու մասի եմ բաժանում, ես լոբին նախապես խաշել էի, այսպես երկու մասի եմ բաժանում, իսկ որնոշ բարակ է, չեմ կտրատում։ Սիրելիներս, արդեն մեր տանը մենք պատրաստվում ենք ամանորին, նախատոնական տրամադրություն է մեր տանը տիրում, դրսում այնքան լավ եղանակ է, այնքան այսպես շատ գեղեցիկ ձյուն է գալիս, խոշոր փաթիռներով։ Սիրելիներս, անցնենք մեր թեմային։ Սա այսպես կտրատում ենք, երկար։ Սիրելիներս, եթե դուք ունեք թարմ լոբի, կանաչ լոբի, այսպիսի մի բան ասեմ, ուզում եք ցանկալի է կտրատեք, նոր խաշեք։ Ես ուղղակի չունեի թարմը, այսպես նա խաշեցի եւ կտրատեցի։ Սիրելիներս, կտրատեմ եւ նորից վերադառնամ։ Սիրելիներս, կտրատեցի, մնաց մի քանի հատ, այստեղ կտրատեմ։ Ու անցնենք առաջ։ Սիրելիներս, ես բոլորի չափականակը կտեղադրեմ նկարագրության բաժնում։ Մտեք եւ նայեք, պատրաստեք, դուք էլ ամանորին առաջ։ Ես ով որ գրանցված չի, ով որ նոր է միացել իմ ալիքին, ուզում եմ որ գրանցեք սեղմեք զանգակի կոճակը, որ բաց չթողնեք իմ հետակա տեսանյութերը ամանորի հետ կապված։ Սիրելիներս, ես այնքան տեսանյութեր եմ տեղադրել իմ ալիքում։ Անցնենք մեր գործին։ Կտրատեցի լոբին, լուծնում եմ նախապես քերիչով անցկացրած հում գազարը, ես օգտագործում եմ հում։ Այսպես։ Լցնում եմ սխտորը, նույնպես քերիչով անցկացրած։ Ես սիրելիներս սխտոր շատ եմ օգտագործում, որովհետև մենք սխտոր շատ ենք սիրում։ Լցնում եմ կանաչին, խառը կանաչին։ Այստեղ լցնում եմ խնձորի քացախը, սիրելիներս, ես օգտագործում տնական խնձորի քացախ, եթե ձեզ հետաքրքիր է։ Լցնում եմ 1 թեյի կտավ, դաժե կես թեյի կտավ, համեմի սև, 1 թեյի կտավ սև պղպեղ, 1 թեյի կտավ խմելի սունելի և կես թեյի կտավ կարմիր կծու պղպեղ։ Այստեղ լցնում եմ ձեթը, չխանգարի երախոցին, այսպես լավ խառնում եմ։ Այնքան անուշ բույր է տարածվել ամբողջ խոհանոցով սխտորի հոտը, քացախի հոտը։ Սիրելիներս, նաև եթե ուզում եք, եթե թթու սիրող եք, ես ուղղակի չունեի կիթոն, չավելացրեցի։ Եթե ուզում եք, ավելացրեք կիթոնի հյութ, շատ համեղ կստացվի։ Կարելի է այստեղ մի փոքր լցնեմ կիթոնի աղ, մի փոքր թթվայնության համար։ Սիրելիներս, խնդրեմ, մեր աղցանը պատրաստ է, մի քանի րոպեով տեղափոխում ենք սառնարան, որից հետո կարող եք մատուցել, սիրելիներս։ Շատ շնորհակալ եմ, որ մնացիք իմ ալիքին, շատ շնորհակալ եմ, որ բաժանորդագրվում եք, կիսվում եք ձեր մտքերով, մեկնաբանություններ եք գրում։ Շատ շնորհակալ եմ, սիրելիներս, բոլորի ամանորի եւ Սուրբ Ծնունդը շնորհավոր լինի։ Այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։
Փաչիկներ ու սրտիկներ եմ մաղթում ցես։